Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը: Նա տևական ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Խաչատուր Հունանյանը պարբերաբար իր սոցիալական էջերում հրապարակում էր տեսանյութեր և իր առողջական վիճակի մասին հետևորդներին տեղեկատվություն էր հասցնում: Star News-ը ցավակցում է սիրված դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: Մեծ ցավով առաջարկում ենք դիտել այն վերջին տեսանյութերը, որով նա կիսվել էր սոցիալական հարթակներում: Ներս հայազգ ուղիղ կես ժամից սկսում է Cyberknife-ի գործողությունը, ինչի համար ես հայտնվել եմ Մյունխենում, հուսամ ամեն ինչ լավ ալնելու, չնայած ես գիտեմ, որ ամեն ինչ լավ ալնելու, կասեմ, որ առողջ եղեք, լավ եղեք, Աստված բոլորիդ պահապան և հուսամ արդեն հաջորդ եթերները ավելի ուրախ ու սիրուն բաների մասին կլինի և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ինձ աջակցելու համար, ամեն ինչ արեցիք, ամեն ինչով օգնեցիք և ես խոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ բոլորիդ, լավ եղեք, հաճախ ժպտացեք, մինչև նոր եթերներ։ Ողջույններս, իմ սիրելի ընկերներ, հետևորդներ, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ ուշադիր լինելու համար, իմ փոստերը տարածելու համար, ասեմ, որ դուք շատ մեծ աշխատանք եք անում ու իրոք նպաստում եք, որպեսզի ես դուրս գամ այս ծանր իրավիճակից, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ ես գտնվում եմ Մյունխենում, առողջական խնդիրներից ելնելով և պետք է անդրադառնամ մի քանի թեմայի, թեմաներից մեկը դա City of Hope հիվանդանոցն է, որ մարդիկ ասում են վատ բաներ մի ասա, մյուսը, ուրեմն ասեմ ինչ է կատարվում, որպեսզի իմանաք, ուրեմն հունվարի 20-ին, երբ որ ես MRI եմ լինում, ռենտգեն են անում ինձ, բժիշկը քննարկում է որոշ բաներ, իմանալով որ պետք է գամ Գերմանիա, ստեղի պրոֆեսորների հետ աշխատելու, ինձ չեն տալիս ճիշտ տեղեկություն, թե իրականում ինչ է կատարվում իմ հետ, բայց երբ գալիս եմ այստեղ ու բացում են այդ CD-ն, որի մեջ այդ նկարներն են, ու սկսում են վերլուծել, պարզվում է, որ գլխիս հատվածում ևս մեկ մեծացած օջախ կա այստեղ, որը որ ուղեղի վրա չի, բայց մետաստազը կապ չունի, բավականին մեծացած է և 3 նոր օջախներ ողնաշարիս վրա, այսինքն 2 հատ ողնաշարիս, 1 հատ աճուկիս վրա, ինձ հարցեր են տալիս, թե էֆեկտիվ էր արդյոք իմ առաջվա Գերմանիա գալը, ասեմ, որ այո, առաջվա Գերմանիա գալուց պակասել են ահագին մետաստազներ, վառվել են դրանք ռադիացիայի արդյունքում, սակայն քանի կա տարածում, ապա կա նորից նոր օջախներ, այսինքն հիմա այս անգամ պրոֆեսորները որոշեցին, որ պետքա ոչ թե անեն սովորական ռադիացիա, այլ պետքա լինի Cyberknife, ինչը որ արվել էր ուղեղիս հատվածում, որ վառեցին և ցույց տվեցին, որ անցած անգամվա նկարացի ու հիմիկվա նկարացի, որ չկա ուղեղիս վրա այդ գլանը վառած է, իրոք էֆեկտիվ է եղել այդ Cyberknife-ը, իսկ հիմա այս 4 կետերը պետքա նորից այրվի նույն եղանակով, ոչ թե սովորական ռադիացիա, որ անցած անգամ նաև ունեցել էի այդ սովորական ռադիացիաները։ Մի խոսքով իրավիճակը բարդ է ու ամսի 16-ին պետքա պլանավորվի արդեն այդ 4 այրումները, որոնք բարդ պրոցեսներ են, հաշվարկներ, մնացած բաները։ Ուրեմն ասեմ, որ դրանք կախված են գումարի հետ, խոսքը գնում է մոտավորապես 40,000 եվրոյի մասին և ինչի համար է դրած դրամահավաքը $75,000 վրա, որտև ես չգիտեի ճիշտ ասած ինչքան պետք է լինի, բայց մոտավորապես պատկերացնում էի, որ պետք է 40-ից 60,000-ի սահմաններում ինչ-որ բան լինի։ Ամենայն դեպս ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են մինչ այսօր ինձ այս ամեն ինչին հասնելու համար, այս ամեն ինչի հետ կռվելու համար և կխնդրեի ևս մեկ անգամ
Հնարավորինս շատ տարածել այս post-ը, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է կատարվում ու մենք կարողանանք շարժվել առաջ, որովհետև այս ամեն ինչը կախված է ինձանից, բայց ավելի շատ կախված է այն մարդկանցից, ովքեր իրենց լումանը ներդնում այս ամեն ինչի մեջ ու դարձնում են այս ամեն ինչը հասանելի ինձ համար։ Elə որ այսքանը ավելի նոր post-երով հանդես կգամ, երբ որ ունենամ էլի նորություններ։ Այսօր ճիշտ ասած պետք է նկարեն թոքերի սատվածում կատարվող մետաստազիկ խառը բաների հետ կապված, այսինքն պետք է նկարեն հասկանան ինչա կատարվում, թոքաբոր էի տարել, պետք է հասկանանք ինչա դրանց հետո լինում, այսինքն քիմիայի կուրսերը շարունակելու են, բարձրանալու է, իջնելու է, այս էլ մեծ ուրիշ մի բան է, որը որ զուգահեռ նորից կրվում ենք, թոքերը լրիվ առանձին է, որ վրա են կամել մետաստազներ, գելուխ, ողնաշար, դրանք տարբեր է, այսինքն շարունակվում է մեր պայքարը դեպի առողջանալ։ Elə որ այսքանը, սիրում եմ բոլորիդ, Աստված օրհնի բոլորիդ, բոլորդ հեռու մնաք նման բաներից, զգույշ եղեք, առողջ սնվեք, հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու ինձ թվում է արդեն մոտ ապագայում կհանդիպենք ավելի առողջ եթերներով։ Սիրում եմ բոլորին։ Բարի ողջույններս բոլորին։ Հուսամ լավ եք բոլորը, Ժողջան։ Ասեմ, որ ես եմ դեպի լավը։ Վերջերս post-եր եմ տենում, որ Խաչատուր Հունանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ այլն։ Ես խնդրում եմ այդպես բաներ post չանեք։ Շնորհակալ եմ իհարկե որ տարածում եք առողջության հետ կապված ինչ-որ նորություններ բան, բայց ծայրահեղ ծանր վիճակ չկա։ Սա բուժման ընթացք է, որի մեջ ես անցնում եմ։ Ու իմիջիայլոց շատ ուրախ եմ անցնում, ասեմ։ Ինչ-որ բաներ սխալ է գնում, ինչ-որ բաներ ճիշտ է գնում, բայց համարը ամեն ինչ ճիշտ է գնում։ Այսօր ծայրահեղ ծանրի մասին խոսք չկա, պայքարում ենք շատ ուժեղ։ Խնդրեի պրոստը պոզիտիվ բաներ խոսեք ու այսօր բոլորիս կյանքները դրանով կլցվեր։ Այսօր գնացել էի dental office, ատամնաբուժի մոտ, որպեսզի ստուգեին իմ ատամների արմատները, ոսկորները չջարդվելու համար դեղ պետք է ներարկեն, շատ կարևոր է իմանան ատամներս առողջ է թե չէ, ասեմ, որ ես կյանքումս երրորդ անգամ էի լինում ատամնաբուժի մոտ, երկու անգամ գնացել էի իմաստության ատամներ քաշելու, այսօր էլ երրորդն էր գնացի, տենց նկարեցին ուղղակի, այդքան առողջ են իմ ատամները, ուրեմն այտենց։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ ռադիացիոն կուրսերը վերջացրել եմ, քիմիաներն եմ հիմա ընդունում, մի ամսից կլինի նաև ստուգումներ նորից, ըստ այդմ կհասկանանք, թե ինչ մնաց անելու, ինչից ոնց, բայց հաստատ համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ ենք գրանցում մետաստազ ջարդելու, խեղճացնելու հարցում։ Ես հաստատ համոզված եմ, որ տենց է լինելու, որտեղ չկա խմել, չկա ծխել, կա առողջ ապրելակերպ, թթվածնով պարտադիր միշտ, այսինքն ինձ շատ լավ եմ դիրություն անում, որպեսզի ոտքի կանգնեմ շատ արագ։ Elə որ այսքանը, դուք էլ կոմենտներում գրեք տնամ դուք ոնց եք, ամեն ինչ նորմալ է թե չէ, ձեր կյանքում ինչն է ձեզ խանգարում եւ այլն։ Գրեք շփվենք։ Բարին եք բոլորից հետ։